Հայկական շոու բիզնեսի ամենակննարկվող դեմքերից մեկը Սոսի Ջանիբեկյանը տարիներ շարունակ եղել է մամուլի և հանրության ուշադրության կենտրոնում։ Նրա անվան շուրջ հյուսվող սկանդալներն ու սիրավեպերը երբեք չեն դադարել թեժ մնալ, քանի որ դերասանը տևական ժամանակ կրում էր հայկական իրականության գլխավոր սրտակերի և ամենացանկալի փեսացուի տիտղոսը։ Դերասանը գիտակցում է, որ հանրային ճանաչումն իր հետ բերում է նաև անդադար ուշադրություն, ինչը նա միանգամայն բնական է համարում։ Ես սովորաբար անտեսում եմ բամբասանքները, սակայն լինում են պահեր, երբ դրանք հատում են բարոյականության բոլոր սահմանները։ Նա մինչ օրս հիշում է այն աղմկահարույց շրջանը, երբ իրեն աղանդավորական շարժումների հետ էին կապում։ Լուրերն այնքան հեռուն գնացին, որ Սոսն անգամ ստիպված եղավ հատուկ ասուլիս հրավիրել՝ զրպարտությունները հերքելու նպատակով։ Դերասանի անցյալում եղած հարաբերությունները նույնպես մշտապես եղել են հանրության խոշորացույցի տակ։ Դրանցից թերևս ամենահիշվողը հաղորդավարուհի Ինգրիդ Կոկչյանի հետ սիրավեպն էր։ Զույգը նույնիսկ փորձել էր համատեղ կյանք սկսել մեկ հարկի տակ, սակայն ժամանակի հետ երկուսն էլ հասկացան, որ պարզապես շփոթել էին կարճատև սիրավեպը լուրջ և կայուն հարաբերությունների հետ։ Դերասանի կյանքի հաջորդ աղմկահարույց էջը կապված է Լյուսի Հայրապետյանի հետ, չնայած բաժանմանը նրանց հաջողվեց անհնարինը՝ պահպանել ջերմ ու հարգալից ընկերական կապ։ Հետագայում Լյուսին բավականին անկեղծ գտնվեց, խոստովանելով, որ բաժանման հիմնական պատճառն իր շտապողականությունն էր։ Նա ցանկանում էր ամուր ընտանիք ստեղծել, սակայն այդ փուլում Սոսը պատրաստ չէր նման պատասխանատվության և չէր շտապում օրինականացնել հարաբերությունները։ Սակայն սա դերասանի անցյալի միակ բացահայտված գաղտնիքը չէր։ Բոլորովին վերջերս դերասանուհի Աննա Մաքսիմը լույս սփռեց իրենց հին պատմության վրա, նշելով, որ ուսանողական տարիներին կարճատև, բայց տպավորիչ սիրավեպ են ունեցել։ Նա ժպիտով է հիշում այդ ժամանակվա Սոսին՝ երկար մազերով, ձեռնափայտով ու տարօրինակ, բայց խարիզմատիկ արտաքինով։ Հետաքրքիր է, որ տարիներ անց նրանք հանդիպեցին նկարահանման հրապարակում՝ մարմնավորելով ամուսինների, սակայն նրանց իրական կապը վաղուց արդեն մնացել է հեռավոր անցյալում։ Սակայն ամենաշատ քննարկվող միությունը դիզայներ Մադոննա Հարությունյանի հետ էր, ում հետ Սոսն ունեցավ իր դստերը՝ Անահիսին։ Չնայած գեղեցիկ սկզբին զույգն ի վերջո բաժանվեց, բայց մինչ օրս կարողանում են համատեղ զբաղվել երեխայի դաստիարակությամբ։ Հարցազրույցի ընթացքում Սոսը բացառիկ անկեղծությամբ է խոսել իր ներքին ապրումների մասին։ Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա իր կյանքում կնոջ կերպարը համեմատել է մոր հետ, դերասանը պատասխանել է, որ ավելի անփորձ տարիքում անում էր դա, բայց հետո հասկացել է՝ հնարավոր չի համեմատել 50 տարեկան կայացած կնոջը, ով իր ամբողջ կյանքը նվիրել է զավակին, 25-ից 30 տարեկան երիտասարդ աղջկա հետ։ Սոսի խոսքով սա պարզապես իրականություն է, ոչ թե պաթետիկ ձևակերպում։ Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք կգտնվի մի կին, ով պատրաստ կլինի մոր նման տալ առանց որևէ բան պահանջելու, Սոսը խոստովանել է, որ նախկինում հավատում էր դրան, բայց հիմա այլևս ոչ։ Հարաբերություններում եսը ամենադոմինանտ երևույթն է, և եթե դիմացինը չի հասել հոգևոր բարձր մակարդակի, նա միշտ էլ պահանջներ կունենա։ Դերասանը նշել է, որ միայն մայրն է, ով միշտ պատրաստ է անշահախնդիր նվիրել։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ընտանիք կազմելն իր համար ազատության սահմանափակում էր, Սոսը նշել է, որ սկզբում դա իրեն թվում էր այդպես՝ ազատության վերջնակետ, սակայն հետո հասկացել է, որ դրանք պարզապես ազատության սահմաններն են։ Ըստ նրա, անսահման ազատություն գոյություն չունի, իսկ ընտանիքն այն միջավայրն է, որտեղ այդ սահմանների մեջ ազատությունն ավելի է ընդլայնվում։ Նա նաև խոստովանել է, որ կենցաղը ամենածանրն է, և եթե մոր հետ կենցաղում հեշտ է, ապա հարաբերությունների մեջ նույնը գտնելը բավականին դժվար է։ Անցում կատարելով այն հարցին, թե արդյոք ընտանիք կազմելն իր համար ազատության սահմանափակում էր, Սոսը նշել է, որ սկզբում դա իրեն թվում էր ազատության վերջնակետ, սակայն հետո հասկացել է, որ դրանք պարզապես ազատության սահմաններ են։ Ըստ նրա, անսահման ազատություն գոյություն չունի։ Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ այդ սահմանների մեջ ազատությունն ավելի է ընդլայնվում։ Այդուհանդերձ նա խոստովանել է, որ կենցաղը ամենածանրն է, և եթե մոր հետ կենցաղում հեշտ է, ապա հարաբերությունների մեջ նույնը գտնելը բավականին դժվար է։ Անդրադառնալով իր հոր լեգենդար Կարեն Ջանիբեկյանի դասերին, դերասանը պատմել է, թե ինչպես է հայրն իրեն աջակցում սխալվելու պահին։ Սոսը հավելել է, որ հայրն իրեն սովորեցրել է ամենակարևորը՝ ծնողը պետք է լինի երեխայի ընկերը սխալվելու պահին, այլ ոչ թե պատժողը։ Այսօր Սոսն այդ նույն սկզբունքով է շարունակում իր ուղին։ Իսկ այժմ ներկայացնենք դերասանի և իր դստեր համատեղ լուսանկարները։